Գյումրու մանկավարժական ինստիտուտի լրագրի հերթական թողարկումն է եթերում։ Բարի երեկո։ Մասնագետները փաստում են, որ տարեցտարի մեծանում է հոգեբանական խնդիրներ ունեցող երիտասարդների թիվը, իսկ ուսանողների հոգեբանական խնդիրները լսելու եւ դրանց համար լուծումներ գտնելու նպատակով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնին կից գործում է նաեւ հոգեբանական ծառայությունների կենտրոնը։ Այսօր հոգեբանը դարձել է մենակ մնացած ժամանակակից մարդու լավագույն ընկերը, ով կարող է հասկանալ, գիտակցել նրա հոգեկան դժվարություններն ու գիտական մեթոդներով ձերբազատվել դրանցից։ Իսկ հոգեկան դժվարություններ ու հոգեբանական սթրեսներ ժամանակակից մարդու համար ինչքան ասես։ Այսօրվա երիտասարդությունն ունի մի շարք հոգեբանական խնդիրներ, ոմանք գիտակցում են դրանք, ոմանք ոչ։ Գիտակցողներն էլ կանգնում են երկընտրանքի առաջ, դիմել հոգեբանի, թե ոչ։ Հոգեբանական խնդիրներ մեր երիտասարդները կարող են ունենալ տարբեր տեսանկյունից։ Մարդ կա խնդիր ունի հագնվելու հետ կապված, մարդ կա շփվելու հենց ուսանողների, թեկուզ եւ հենց մեր դասախոսների հետ։ Ցանկացած տարիքում էլ մարդ ապրում է հասարակության մեջ, հաստատ կունենա խնդիրներ։ Տեսնում եմ, որ երիտասարդները հոգեբանական խնդիրներ չունեն, ուղղակի հասարակությունն է իր կաստրատիպերով նրանց հոգեբանական պարտուտավորում նրանց։ Երիտասարդների հոգեբանական խնդիրները ներկա հասարակարգում այնքան շատ են ու այնքան խորան են։ Հիմնականում կապված է զբաղվածության հետ, երիտասարդների մեծ մասը չունեն իրենց զբաղվածությունը, չունեն հետաքրքրություն, կյանքի անիմաստության բարդույթ կա երիտասարդների մեջ։ Մեր մակարդակը չի զարգացել, որպեսզի մենք դիմենք հոգեբանի։ Ելնելով մեր հարցախույզի արդյունքներից կարող ենք ասել, որ մեր հասարակության մեջ բավականին շատ են այն երիտասարդներն, ովքեր դիմել են կամ դիմում են հոգեբանի օգնությանը իրենց առջև ծառացած հոգեբանական սթրեսները հաղթահարելու համար։ Օրինակ Անի Միքայելյանն ունեցել է հոգեբանական խնդիր, ինչն էլ ստիպել է նրան լինել բարդույթավորված։ Համաձայն չլինելով շրջապատի կարծիքին, նա ակամա փորձում է նմանվել բոլորին, որն էլ ունի իր յուրօրինակ բացատրությունը։ Հագնում եմ այնպես, ինչպես բոլորն են հագնում։ Ես ունեցել եմ խնդիրներ ու դիմել եմ հոգեբանի, իմ կարծիքով ոչ թե արդյունքը շատ լավ զգացել, մինչև հիմա էլ գնում եմ հոգեբանի, ուղղակի մեր մոտ կա այն կարծրացած տիպը, որ հոգեբանան չեն հասկանում ինչ է հոգեբանը, մտածում են, որ հոգեբան խախտում պիտի ունենաս, որպեսզի գնաս հոգեբան մոտ։ Այս ամենը ի նկատի ունենալով, վերջերս ինստիտուտի հոգեբանության ամբիոնին կից բացվել է հոգեբանական կենտրոն, որտեղ աշխատում են փորձառու հոգեբաններ։ Մենք զբաղվում ենք ոչ միայն կոնկրետ ուսանողներով, այլ Գյումրի քաղաքի ազգաբնակչության, ինչու՞ չէ նաև Շիրակի մարզի ազգաբնակչության հոգեբան առողջության եւ հոգեբան հիգիենայի խնդիրներով։ Յուրաքանչյուր հոգեբանական ծառայության խնդիրն է գաղտնիություն ապահովել եւ մեր նպատակն է վստահության կոդի ստեղծել այցելուի եւ մեր միջև։ Մեր ինստիտուտի ուսանողները շատ սիրով դիմում են մեզ եւ վստահում են մեզ։ Ի վերջո մենք եկանք այն եզրակացության, որ իր բոլոր դժվարություններով ու բարդույթներով հանդերձ մեր հասարակությունը ձեռք է բերում հոգեբանի հետ աշխատելու կուլտուրա, մի բան, որը դեպի առողջ հասարակություն տանող ճանապարհներից է։ Քայանե Ներսիսյան, Անի Մակարյան, Նարեկ Սահակյան, ՔՊՄ-ի լրագիր։ Այս տարի հայ առաքելական եկեղեցու տոնացույցում մեծ պահքի շրջանը սկսվել է մարտի 7-ին, տևելու է 48 օր, ավարտվելով Սուրբ Հարության Զատիկի տոնի նախօրեին։ Պահքի խորհրդի եւ եկեղեցական ամենաերկար տոնի մասին երիտասարդների պատկերացումներին է անդրադարձել Սեյդա Հակոբյանը։ Այս տարի մարտի 7-ից սկսվել ու արդեն կեսից էլ ավելին ճանապարհել է պահքի շրջանը։ Այն տևում է 48 օր, բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության Զատկի տոնի նախօրեն։ Այս տարի Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 24-ին։ Պահքի ընթացքում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից։ Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է։ Հիմա մեր ժողովրդի մեջ հասկացողության մի քիչ սխալ ընթացքի մեջ է պահքը, ոմանք կարծում են, որ միայն իրեն զրկելով որոշ տեսակի սննդարար կերակրատեսակներից, որոնք որ կենդանական ծագում ունեն, իրենք ուրեմն պահքը պահել են։ Ոչ, եկեղեցու հայրերը թելադրում են, որ անպայմանորեն ապաշխարության պետք է հետևի։ Մեծ պահքն այս տարի կիսում է մարտի 30-ին եւ կոչվում է միջինք։ Ժողովրդական սովորության համաձայն այդ օրը փաղարճից պահոց քաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում։ Սովորության համաձայն բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում։ Մեծ պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրություններն ու մատաղը։ Սակայն Վազգեն առաջին կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել մեծ պահքի շաբաթ եւ կիրակի օրերին, բացառությամբ ավագ շաբաթվա բոլոր օրերին։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում կատարած հարցախույզից պարզվեց, որ շատ ուսանողներ նույնիսկ չգիտեն պահքի խորհուրդը եւ տվեցին հետեւյալ պատասխանները։
Բայց գտնվեցին նաև ուսանողներ, ովքեր ճիշտ պատասխաններ տվեցին։ Պահքի մեջ էլ կան շաբաթներ, որոնք իրենց յուրահատկություններ ունեն, այդպես ասենք հանցած շաբաթը արտաքսման կիրակին էր։ Պահքը ինքնամաքրման ճանապարհ է։ Ինձ թվում է, որ հիմնականում երիտասարդ աղջիկները կանայք պահքը պահում են երկու այսպես ենթանպատակներով, որովհետեւ իրանք այդ պահքի ընթացքում մի քիչ մաքրեն, ազատվեն ավելորդ ճարպակալումներից, այսինքն հետապնդում են նիհարելու խնդիրը։ Երկրորդը մի քիչ հիմա արդեն մոդայիկ է հնչում պահել պահք։ Վերջում մեկ հիշեցում բոլորին, պահք պահելը ոչ թե դիետան ու տուրքն է մոդային, այլ ճանապարհն է հոգեպես բավականության ու ինքնամաքրման։ Սեդա Հակոբյան, Նարեկ Սահակյան, ԿՊՄ լրագիր։